Ես շատ երկար չեմ եղել Լոս Անջելեսում ու շատ գոհ եմ դրա համար, բայց ես լսել եմ դե կապի մեջ եմ, չէ, որ արևմտահայերենը որպես լեզու արդեն վերացել է։ Հիմա իրանք որ խոսում են, հատուկ են բառեր կհասկանաս։ Օրինակ ես մեկին ասեցի էլի ծանոթ էր, ասեցի, այսքան տարի դուք տասնամյակով խոսում էիք մեր Հայաստանը Մասիսը, բայց որ Արցախի հետ այնց բաներ եղան, ոչ մեկից ծպտունը չլսվեց։ Սենց պատասխան տվեց ինձ։ Այո, բայց գիտեք, if որ մեծ է հայտենիքը, եւ if որ կարգարիզակ անդեցիցեն, եւ հասկանում ես, որովհետեւ ու հասկացա ինչ ասում։ Բա իրանք ինչ ասացին։ Նո, վրթովում է, էլի։ Տիպը ոնց թե Արցախը, այդ այնց։ Սուբտիտրեր չկար դա։ Իրա դոշը լեդա։ Անընդհատ ինչ-որ բաներ են փոխ։ Բրենդա։ Հա, դե իրանց դոշն էլ գիտեք, էլի հարթ չի մեր դոշ, արևել հայեր։ Իրանցը մի տեսակ խորտ ու բորտ է։ Ու իրանց ձայնը դե գիտեք 2.5 տոն բարձր է հայերից, մեր հայերից։ Հիմա ինչ է ուզում ասեին։ Նոր էդ էի ասում այս կանչելի երիտասարդներին, որ ես Բայց մի տեսակ քաղաքիկ վրեկներ։ Ա ես Մի քիչ կա, չէ։ Մի տեսակ ասում եմ քաղաքիկ վրեկներ է այդպես։ Այս կանչելի։ Եկեք մի հատ էլ եկեք սրանից սկսենք, էլի, մի հատ մեր անունները գիտեք դուք вообще։ Ես Մեհերի անունը գիտեմ, Էդուարդի անունը գիտեմ, դու Բայց չգիտեմ կոնկրետ։ Չգիտեմ կոնկրետ որ մեկն է, բայց գիտեմ անունը։ Ում է երկու բլյատը։ Հիմա ես ուզում էի մի հատ լավ բան եմ մտածել առանց հումորի։ Առանց կատակի լավ բան տեսնենք հանդիսատեսի կհավանի դա թե չէ։ Ես ուրեմն ինձ շատ են մոտենում, ասեն, բա դու ինչի ստենդափ չես անում, բա դու ինչի ստենդափ չես անում։ Տղեկն են ասում, հա տարիքով մարդ։ Ես ասում եմ, որ ես միշտ անում եմ նենց բաներ, որ ուղղակի նոր բան եմ հնարում էլի, ես չեմ ուզում արեմ նենց բաներ, որոնք կանեն, տղեկը լավ էլ անում են։ Ես հիմա մի հատ այդ առիթով նոր ժանր եմ հնարել, որտեղ ներկայացումը գնում եւ կինոներ, բայց ներկայացում կինոյով շատ կա, բայց այդ կինոները որ գնում են, ամեն ներկայացման մի աստղ է մտնում, ամեն ներկայացման ուրիշ ֆիլմեր են գնում։ Բայց հանդիսատ դերասանները այդ ամեն ինչը փոխելով, ամեն ինչ անով տալիս են։ Դրա համար որպեսի սերունդների մերձեցման երեկո լինի, ես առաջարկել եմ Մեհերին, հետո շուտով առաջարկելու եմ Բորիսին, Բորիս ուր ես։ Բորիս Լոնսկի ուր ես։ Ստեղ ես։ Ես այդ ֆիլմերում նկարահան եմ, որպեսի մեր սիրելի հանդիսատես են, որոնց ես սիրում եմ, այս միկրոֆոնի պատճառով չեմ կարող սրտիկ ուղարկեմ։ Տվեք ես բան։ 1 սրտիկ, 2, 3, 4, 5, արա Like, սրտիկ, սալերի ուրիշ բան է։ Բարամ, եթե դու ոնց որ բան ելնես են Փաշինյանի տատի ֆանատներից, որ մենք ձեզ սիրում ենք։ Պարոն Փաշինյան, պարոն Փաշինյան։ Լավ։ Լավ։ Պարոն Փաշինյան։ Բլավեշություն եք անում այս։ Ես մի ուրիշ բան եմ նկատել, հիմա ասեմ, այս ինձ սիրեք հասկացողությունը Instagram-ում մանավանդ ուրիշ շոում են եմր, ձեր մասին չի խոսքը։ Արա ես իրանց մոտեցա, ասեցի, տղեկ, ինչ որ շոուներ եք անում, ինչ որ բաներ, լավ եք անում, ես չեմ նայում, այդ ավելի լավ է։ Բայց այդ դրանց գովազդների մեջ դուք ինչի եք ատամները բաց ժպտում։ Արա դա ինչ փող մուրալու ձև է, այսեն։ Յանը մենք անշար, անվնաս, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, իմի զբաղվեք, բայց ինչի ես սենց անում, ոչ ոք պարտավոր չի քո ատամները տենա։ Այո։ Ընդհանրապես ժպտալը դա ես 21-րդ դարի ցավն է։ Գրոկին ես ասում եմ գրոկին գիտեք։ Վատ տղա չի, Իլոն Մասկն է։ Ասում եմ, այս պերսոնաժը պետք է սենց գա, գնա, մտնի, դուրս գա, բարկացած։ Գիտեք ոնց է սարքում սկզբից։ Բայց իսկ մունատ գալ կավա, դա պետք չէ։ Այսօր գիտեք, մունատն էլ է, չէ, ինչ որ մեկը որ գալիս է։ Գալիս է, հա։ Այսօր ես հանեցի մի հատ կերպար, որը գալիս է, ասում է ես ընկերն եմ, ասում ում ընկերն ես, ասում ինքը ճաշակի ընկերն է։ Կա չէ՞ տես ճաշակ, այն որ չկա, ճաշակին ընկեր չկա, այդ որ չկա ինքը գալիս այդ մայրն է։ 100%։ Ես։ Հա, Դա դու ես։ Դու արա։ Ես։ Դու այդ փնթի արա։ Մեր կներես, բայց մեր խաղաց ճաշակի ընկերի դեր։ Ես կխաղամ ճաշակի մանկության ընկեր։ Չէ, ճաշակի ընկերը մանկության, ոնց որ Կիրոսի ասեցի, երկրորդը սկսում է մանկությունով, չէ։ Հա։ Հա, տենց։ Խաղամ, ոչ։ Ճաշակի ընկեր նաչալը, էլի ոնց։ Բայց ես մի հատ բան մտածեցի, ստումա խելամիտ բան եմ մտածել։ Այդ ձեր ներկայացման գովազդները կարող է օրինակ գումարով առաջարկեք ինֆլուենսեր բլոգերների, որ կարողանան գովազդ անեն, էլի։ Իսկ ինչի գումարով։ Ինչի գումարով։ Ինչի գումարով։ Вообще Ոնց ապրեն։ Հա, ապրեն։
Հիմա ես ասեցի եկեք մասնակցեք, նկարեմ, հետո դուք կունենաք, չէ՞ պահանջ ուրիշ ձեր անձնական։ Հաստատ։ Հա, ես էլ դրան կգրեմ, ինչ է, ինչ անում։ Չէ, բայց լուրջ եմ ասում բլոգերների որ տա որ Կարամ փողը տամ։ Ոնց էր կոչվում ներկայացումը։ Ծովից ծով դատաստան։ Ծովից ծով դատաստան 1000 դրամով, բան, Հա, տեսք։ տենց է։ Հե։ Չէ, ուրիշ ձև դիանը։ Պետք է մի հատ պերսոնաժ լինի, քաղաքում հանգ ասի, էս ինչ լավ, ոնց անում, արա էս ինչ լավ խանութ է։ Եկեք գա կինո Մոսկվայի մոտ, վայ էս ինչ լավ ներկայացում, մարդ չի գա, արա։ Խաղում են էլի։ Էս ինչ լավ խանութա ծպը քաշում է։ Հա։ Մի խոսքով այդ ես ասեմ վերջացնեմ այդ գովազդի թեման։ Ախպերս մարդու ներկայացումներին գնացեք էլի։ Ես սենց է, ես կնկարեմ ու հետո հանդիսատեսը կգնահատի արժեր, որ այս նոր սերունդի ստենդափ անողները հայտնվեին այդ ներկայացմանը։ Այդ տենց բան է, վերջում կարող է վատ լինի իրանց համար։ Իրանց համար սկզբում էլ կարող վատ լինի։ Դենց ոչ, լավ, եկեք այս թեման չի, քանի որ դա դեռ Լավ, եկեք այս թեման չի, բայց եթե տենում եք Վահրամ Սահակյանը ինչ որ մի բան գցելա գովաստ, գնացեք այդտե։ Տենում եք այս մարդը ներվայնանում է, գնացեք էլի։ Հա։ Այո, եթե միտը տենում եք գրածա Վահրամ Սահակյան ու վերջում Հրան Թոխածյանը ասում է ես չեմ ելնելու, բայց գնացեք, արա։ Բայց այդ գիտես որտից սկսվեց։ Ինչ եք բերան այդ բաց։ Ուրեմն ես էլ էի դուրս գալիս, սենց էի անում։ Բարև ձեզ, բայց ատամներս չէի ցույց տալիս։ Բարև ձեզ, ես Վահրամ Սահակյանն եմ, ես ինչ օրը ֆարս մաժոր բլից ներկայացում, տեսա որ ոչ մի բան։ Հիմա ընկած տղեկի հետ մարդ են գայիս հայտնի մարդ, Հրանտին էլ չեն արդեն մի անգամ եղել է, չեն նայում, հայտնի մարդ ասի կարող է ես էլ եմ հայտնի մարդ։ Ասի բերում ուրիշ ձևով անեն։ Դուրս եկա, ես որ ես դες ասում եմ Ես Վահրամ Սահակյանն եմ, սենց կիրթ ձևով ու ներկայացում կա դուք չեք լսում, երևի դուք ուզում եք ուրիշ ձևի Վահրամ Սահակյան տենակ, այնց որ տենց գիտեք, հա։ Հիմա ես ասեմ այդ ուրիշ ձևի Վահրամ Սահակյանը որն է։ Հիմա ես ասեմ, այդ ներկայացումը որ դրած է, որ այդքան ժամից տենում եք, ասում եք խաթաբալա դա մեա կուլպա, բան որ ես չեմ սիրում։ Այդ որ ասում եք տենց բան ենք ուզում, հեսա դրած է, գնաց, արա չփրծած, դե գովազդը չֆռացած 50 հատ տոմս տարան։ Այդ մեկն էլ տենց լցեցինք։ Բայց այդ ամեն անգամ դի փորձել։ Միշտ ուզեցել էի այդ ռիլը լայվ նայեի, կակվեց։ Հա։ Հա, այս ռիլը լայվ տեսա։ Իսկական տեսանք։ 50 հոկանոց զալը։ Լավ, Վահրամ, մի հատ առաջինը, մերսի շատ բան, ռազագրևի համար շատ լավ էր։ Ուրեմն Վահրամ Սահակյանի հետ ես եմ խոսացել, շատ էի ճիշտն ասած բան անում, անհանգստանում, որ սենց Վահրամը իմ հետ խոսա, լավ, ու Վահրամը շատ լավ խոսաց հետս։ Մի հատ ուզում եմ պրոստը մի հատ իմ ու Վահրամ Սահակյանի զրույցից մի հատ ձեզ պատմեմ։ Մոտ մի 2-3 օր առաջ Վահրամ Սահակյանը, կստացի, ես որ Վահրամ Սահակյանին ինչ որ մի բան եմ գրում, ինքը մի անգամից հետ է զանգում։ Վահրամ Սահակյանը Չեմ տեսնում, չեմ հասկանում ինչ է գրասում։ Հա։ Ուրեմն բան Վահրամ Սահակյանը ինձ հետ է զանգում, ասում եմ Վահրամ ջան, ասում, նու այսօրն է բան, ման, սենց է տուդա-սուդա, ասում է դու ինձի ձեր ստենդափից մի հատ ջահել ամենահայտնին ում կարաս տաս։ Դե դրանք է սենց կողս դրած են, էլի։ Արա, Բորիսին վերցրել։ Չափազանցնում է, տեսնան չի եղել։ Ասում ական ժողով կուզես, մի հատ լոնսկի ունենք, բան սենց։ Չէ, լավ, ուրեմն ասում է բանը։ Ասում է, հա, բան, ասում է, որտեվ ես ուզում եմ, որ մեր աուդիտորիան երիտասարդանա, հիմա 60+-ա, ուզում եմ, որ լինի 30+, լոնսկին կակրոս 30+-ա։ Ասում է, ուզում եմ, որ լինի, որ 30+, ասում, հա, իհարկե, ասում, մեր աուդիտորիան շատ լավն է, հենց այտենց է, ոնց մենք ուզում ենք, ասում է, հլը մի րոպե, քո անունը ինչ էր։ Ասում եմ, Էդո, ասում է, հա, Էդո ջան, թե չէ ես մորը քունաս տոմսերը չեն ծախվում։ Ասում իմ անունը պետք էր այդքան, որ ես ասեիք։ Չափազանցնում է, տես չէ։ Կարամ աուդիոն դնեմ։ Դիր։ Չէ, մոտավոր։ Բայց շատ խնդալու էր, ես հասկացա, որ այսօր Մի հատ թույլ ուրիշ մեծ բան կա, ում հետ թեմա պայմանավորվում ես, առաջարկում ես ինչ-որ բան, ման, ասում է, հա, ու ասում է, բայց ես վաղը գնում եմ Ամերիկա։ Նոր Գրինյորքում է։ Նորվա խոսակ։ Մենակ մեհերը չէ, դե գմարդ։ Գնում են Ամերիկա,
Չես հասկանում ինչ են անում Ինձ այնտեղ։ առաջարկեք էլի, ես գնամ։ Ես որ եկա բան, տես backstage ենք ուժը բանը Վարամ Սահակյանը սաղին գործ առաջարկեց, բացի ինձնից, էլի, սա մի քիչ Հա բայց ինձ թվում է բանին էլ է առաջարկը, որ գնացել է Ամերիկա, դոգին։ Դոկտել չի համաձայնվել, բռնել եմ տվել։ Այո։ Հա չեք ասում, մի հատ դեպք պատմեմ այդ դոկի հետ կապված։ Ինչ որ մի հատ ռեժիսոր Կներեք, էլի բզուտ բան, մոնտաժային, էլի։ Վահրամ, իսկ դուք ինչ-որ դեպք ունեք դոգի հետ կապված։ Չէ։ Մի հատ ռեժիսոր է ինձ զանգում։ Ռեժիսոր, ասում է, մի հատ գործ կա, սցենարի գործ կա, պարոն Սահակյան, աշխատենք իրար հետ բան գամ առաջարկեմ, ասի արի։ Եկել ասում է, ուրեմն sense մի հատ բան եմ ուզում, ինքը մի հոգի է պերսոնաժը, ասում ինչ անում, որտեղ է։ Վերջը ասում ով է խաղալու, բան իմանամ, ասում է դե ճիշտ ասած դա Վարդան Ղուկասյանն է։ Ասում եմ ո՞ս թե Վարդան Ղուկասյան։ Բարձվում է սա ինչ որ բան է պատվիրել։ Վարբերիզից։ Սրան ասել է իմ մասնակցության ֆիլմ կնկարես։ Սա էլ եկել է ինձ ասում, որ ես սցենար գրեմ, որ դոկը խաղա։ Այսինքն դոկի տված քֆուրները քիչ են, ես էլ պիտի անամ։ Ես որ քֆուր էի տալի դոգը։ Ես որ քֆուր էի տալիս, դոկը ոչ թե ինտերնետը չգիտեր ինչ է, ինքը չգիտեր էլեկտրականությունն ինչ է։ Էլի դաժե չգիտեր տղու սիրուն ոռը ինչ էր այդ։ Ես որ գիտեի։ Շատ շուտ բանից։ Հա, Չգիտեր բանականությունը ինչ է, շատ շուտ բանից։ Սենց է անցնում վարը մեր մեծ թեման, սենց պրոստը ուղղակի զրուցում ենք, հեսա մի քիչ որ Ռազագրևի պահ անցնի, մենք հերթով ինչ-որ թեմաներ ենք ասում։ այդ Ռազագրևը ինչ որ շատ երկարեց։ Կարծում եք նրանք պատրաստ են։ Տենց մի հատ բան կա, որ նոր նաուշնիկ ես առնում, ասում են զապտի 200 ժամ լսես, որ նոր բացվի։ Արա ասում եմ չեն կարում այդ նաուշնիկը 200 ժամ լսեն իրանք, ճապոնացիները։ Հետո ծախեն։ Բայց ինչ որ Ապա Ես օգտագործածա այդպես առնում էլի, բացած արդեն։ բացածը լավ է։ Արա չէ, պրոստը ես մտածի շատ խնդալու է, բայց այտենց ֆակտ չկա։ Ես տեսա կոշիկի վրով էի լսել, բայց բանի վրով չէի լսել։ Արա դուք չգիտեք, այտենց մարդկանց խավ կա աուդիոֆիլներ։ Ես էլ էի առաջի անց այդ ընկերություն անում, որ այտենց լավ որակ բանմա ձայնամոլ, հա, ձայնամոլ հայերեն։ Իրանք կարան ժամերով խոսան, որ այս ինչ լարը, որը միանում է դինամիկը, այս ավելի լավ է հնչում, քան այն մյուս լարը։ Ասում ես լարի լավ հնչելը որն է, ոչ մի եկա խոսակցություն։ Լսենց, բայց նաուշնիկների մեջ կա, որ ասեն գոնե լավ մի 10 ժամ լսես, փոխվում է բանը։ Նկատի չունեմ Bluetooth-ը։ Ես չես կարա միացնես դնես մի կողմ հետ։ Տենց էլ անում եմ։ Ինչքան է 9 ժամ մնաց, հեսա լսում եմ քեզ։ Հատուկ playlist կա, ապուշ երկեր ես միացնում, որ ինքը բացվում։ Արա հետո մեկ էլ գնում են հին բաներ են առնում, ինչ որ մեկի հին դինամիկները։ Ասենք դու ինչ գիտես դրանով ինչ է լսել ինքը։ Ուր ես Արա ձեր կարող դրանով տալի։ մերել են թաղել, կարող է ռաբբիս բաներ են լսել։ Հիմա դու դրել ես Շոստակովիչ ես լսում, որ ինչ, եթե դրանով Թաթուլ են լսել 40 տարի։ Էսի նկատի չունեք, չէ՞, իք բորտը։ Ինչ բորդը։ Մի խոսքով։ Հեսա բան չում Թեմաներ եք ասում, թեմա պիտի ասեմ, ես դուք ասեք։ Չէ, կստացի, մեկ էլ էս պահանել ֆիքսենք, եթե ինչ-որ պաուզա է լինում մեր մեջ, ինչ-որ մեկը չի խոսում, դա շատ լավ, շատ օքեյ է։ Բեմական պաուզա բռնի, մեզ ինստիտուտում սովորացնում էին։ Հենց որ պաուզա է լինում, ուշադրություն դարձրեք, ես լացում եմ։ Արցունք ասենց այդում բեմա։ Դուք գիտեք, որ տենց առարկա ենք մենք անցնում դերասանական, ոչմա բեմական խոսք, գիտեն երևի շատերը։ Դու գիտես ինչ կարևոր բան է, որ հիմա դերասանը չեն անում։ Մեզ ստիպում էին սեղանի տակ մտնել, դուրս գալ ընդեղից խոսալ, վազելով խոսալ նստել, որ հետո բեմի վրա չելնես, քիթդ խրխրացնելով ցենց խոսած։ Մի անգամ մի հատ բան տեսա, վախեցա, մի անգամ ցույց եմ տվել, կներեք, որ կրկնվում եմ։ Մի հատ ես ցենց սերիալների գործում չկամ, ոչ կֆրտում եմ, ոչ նայում եմ հայկական։ Հիմա միացրել եմ տելևիզորով, մի հատ պատկեր է, ուրեմն հերը աղջիկը ու մեռած տղեն։ Այս աղջիկը լացում է իր աղբոր վրա։ Աղբերն է ինչա, չգիտեմ, մեռել է։ Այդ մեռածը, կստացի այդ մեռածը շատ լավ է խաղում, որտեվ
Որտեվ աչքերը չի բացում։ Հիմա այդ մեռած տղու աչքերը չի տեսար մեռածին, ասել։ Մեռելա, խեղդվելա Սևանում։ Ինչի է խեղդվել, խորն է գնացել։ Ինչի եմ ասում, որտեվ այս աղջիկա տեքստը կասեմ։ Աղջիկն էլ լացում է քիթը քաշելով։ Հերն էլ ընդեղից կարծեմ հերը կարգի դերասան էր։ Էլի չէր ձերում, ալիքն էր Խաչատրյանը, ծեր կապ չունի։ Աղջիկը մի խայտարակություն խնչելով։ Դες պարկած ասում է գոր։ Գորը գնացել ու հևում է ինքը։ Գնացել է, խեղդվել է։ Ու չի ասում, «Էս ինչ ես անում», ասում է։ Արդեն մեռել է, ասում է, «Տենց ձև կա, չէ՞»։ Ասում է, «Գոր»։ Գորը ինչ ես անում, չի տենց խորը։ Գորը չի տենց։ Արա խայտարակություն։ Գոր մի հատ մեկած տես ինչքան մարդ է եկե, գոր։ Բայց ինչի տենց խորը 4 անգամ ասեց։ Գոնե ասին չի ես տենց խորը գնացել, որ խեղդվել ես, անասուն։ Ինքն տենց է պատմությունը։ Դրա համար դերասանը պիտի կարողանա, գիտեք ինչ, մեզ դերասաններին նվիրված հատված եմ նկարել, դուք նկատել եք, սենց բան, այ մի հատ լավ թեմա է։ Արա գալիս են հայտնի դերասաններ, ասենք ես հայտնի դերասան եմ, գալիս եմ հիմա դու ինքդ ինտերվյու ես, չես կարամ, պիտի հանգիստ խոսամ, Դենիրոն որ գնում է, Դաստին Հոֆմանը, Շոմպենը, հանգիստ իրենց նման խոսում են, չէ՞ ոնց որ կյանքում։ Այ այս ապուշները գալիս են սկսում են, ես գնացի եմ փափազոյի։ Դա իսկական այդ բանը դուրս, կատակը դուրս, դա խայտարակություն է։ Դա խոսում է իրանք իրանց մասնագիտության վրա թքում են, որովհետև դերասան լինելը դա շատ ամենաբարդն է։ Դուք երբարները ստեղծում, օրինակ նայեք, ասենք Տոնի Մոնտանա, այդ Ալ Պաչինոն մեռնի գնա չլինի ուրիշ դեր խաղա, Տոնի Մոնտանան որպես մարդ ստեղծված կա, չէ՞։ Հիմա որս իր շարժումները, իր բանը, այդ մարդը ստեղծել է, սարքել է դրան էլ այնտեղ։ Ու լիքը տես բաներ։ Հիմա սա փոխանակ տես դեր սարքի, որ մարդիկ նայեն ասեն սա տոնը, սա ասում է «Я Գարեգին նժդե»։ Դրանց հետո Դարեգին նժդեից հետո այդ կինոյում ասում։ Այո, դժվար որ սա իսկական կինոյում որ հասկանան, որ ինքը նժդեն է։ Ինքը նես չի խաղում, որի մնաց սա նժդեն է։ Դժվար որ սա պատասխան դիզոներ եք տենալու հետո։ Գալիս են հենց մի հատ հարց դուրի, ինչպես ստեղծեցիք Օթելոյի դերը։ Ինչպես ստեղծեցիք Օթելոյի դերը։ Յանը մարդը։ Եփ ես այդ կերտում էի ունդեղ բան սենց հիմա մատել կին ենք մսրել սենց կուրծք անդադ խոսալուց կուրծքը կպնում է հաղորդավարին Այսենց հա առանց անելու սենց ինքն է կապցնում հիմա կասեն թեմա չի սա ինչ ներկայացման թեմա է նախընտրական երբ ես ամբողջ ազգը պայքարում է իր ապագայի համար դու դրել ես դերասաններից ես խոսում կարող է չէ ասել բայց երբ որ այդ մարդկանց ասես բայ եկեք մի հատ հələ այս ինչ նայեք բաներեք իմանք չէ Չեն ան Տոմս են ծախում Հա, ճիշտ եք անում Ճիշտ եք ուզում եք բան, ես 10 րոպե մեկ ասեմ հենց Վահրամ Սահակյան եք դնում առեք Տոմսերը Չէ, Տոմսը պետք չի առնել, որովհետև ես անգամ բարեգործական եմ անելու ազգիս համար խոցելի խավերին Վապշե չեմ հավատում Վապշե չեմ հավատում Այո, ոնց ինչքան մայրիկ կա, ես կանչում կանգնում եմ դուրս թողնում եմ Ես չեմ կարող արդեն դիմանամ այս կեղծավորությանը, որովհետև իրանք թվում է, որ այս մարդիկ արդեն մեծամասնությունը ապրում է ցույց է տալիս, որ ինքն ապրում է, որ մեռնում է, ցույց է տալիս, որ մեռել, տեսեք ինչ եղավ, մեռա, ինչ մեղք են, որ մեռա։ Գնում են կանգնում են ինտերվյու տալու ինչ որտեղ, ինչ ծեծեցին, ինչ բռնեցին, ինչ դա ի՞նչ սադոմազոխիզմ, ինչ չեմ ասում։ Չէ, պետք չի։ Հա? Չէ, բանը, ինչ էր այսօր դրուժիտ էին տվել։ Գործնական Վարավ մի րոպե, Այսօր ռեկլամը դրեցիք, 4 հատ գործնական հանդիպում դրուժիտ տվին։ Օդնոյով է բերում ռեկլամ։ Հիմա նայեք մի հատ շատ կարևոր թեմա կա։ Կենցաղային թեմաներ էս որ խոսում ենք բան։ Եվ ոնց որ նոր ասացի, այդ բանը էլի, որ Էգզիստենցիա։ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Հա։ Արտիստներ կան, չէ, իրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, ինքը արվեստի է նվիրված։ Ես Հայաստանը իմ տունն է, հմեկը իմ ծննդատունն է։ Այդ Արման Ղազարյանի խոսքը։ Սաղ տեսել եք ում բասիլա, չէ։ Արման Ղազարյանը։ Այդ այնց է։ Շատ լավ, շնորհակալություն Վահրամ, խոսքը մհերինն է։ Մեր խոսա, ես շանհացը կտրել եմ արդեն։ Ռազագրևը այ հիմա պրծավ Ռազագրևը, այնասա։ Այ հիմա Ռազագրևը պրծավ։ Այո, կարանք սկսենք հա։ Հիմա սկսում է գժանո։ Վարամ ջան դուք եք։ Ես
Մերը վերջ ասես Վարամ։ Ինչ պետք է անեմ, ասեք անեմ։ Թեմա տվեք, ասեք։ Պրոստը մի քիչ խոսեցեք, ինձ թվում է ինչ-որ բայից բան կանեք, կներվայնանաք էլի ինչ-որ բանից։ Ես իմ էստաֆետը ես շան հացը կտրել եմ արդեն։ Հիմա թող մերը խոսա, ինչ։ Ես այդ լոզոտ հացը չեմ ուզում։ Շամբերնից կդրած հացը ինչ եմ անում։ Հիմա մենք կարող ենք ասելիք չունենք։ Արա, այդպես բաներ կա, չէ՞։ Չէ, մենք միշտ էլ ասելիք։ Լրագրողներ կան գալիս ասեն, իսկ լավն է ներկայացումը կամ գիրքը, բայց ասելիքը ո՞րն է։ Արա ասում սա նայելիք է, սա ասելիք չի։ Հիմա այս մեր ասելիքը ո՞րն է։ Ելքը։ Դուք ելքը ցույց չեք տալիս։ Արա ինչի՞ ես կա ելքը զուգարանի ելք գնա։ Ինչի՞ ես քեզ լեյքը ցույց տամ։ Թատրոնն ինձ բանա որ Ես ուզում եմ խոսամ միկրոֆոններից։ Հա, դուք գիտեք կուլիսներում ինչա կատարվում ընդհանրապես։ Մի պատմի էլի Վարամ։ Ինչի՞։ Հա, նոր ինձ ասում են, ինչ լավ է որ սենց միկրոֆոնն է։ Դուք գիտեք ինչ վտանգավոր բան է այս միկրոֆոնը որ կպցնում են ստեղ։ Արա, սենց խաղում ես, այն բանը ծան դեպքում մեկ էլ մեկը հազում անդեղից։ Արա մարդը դիպամ գալու է, գալիս է հազալու, հազդուկը, գալիս է։ Լավ է դել հեչ։ Այդ մեկը հազում է, մեկը ընդեղից բան, ու դու գնում ես կուլիսներ, ու քո դերը չի, արդեն ուրիշն է մտնում։ Ու կուլիսներում ընկերը տա, ասում եմ, արա ասում եմ, ես հանդիսատեսի։ Ու դա միացրեց է։ Եղել է։ Համար չեք լսել այսօր։ Մենակ իմ հետ չի եղել, շատերի հետ է եղել, բայց ես իհարկե հանդիսատեսին կյանքում չեմ վիրավորի։ Ես ուրիշ բան եմ։ Որովհետև ես ձեզ շատ Որտեւ ես ձեզ Հետո դուք ոչ թե ես կուլիսը նենց բանը, պրոֆեսիոնալ մարդու համար շատ հետաքրքիր բան է կուլիսը, որտեվ դու կարող ասես ինչ խաղաս, ասես ամենատրագիկ դերը, որ դու խաղաս այդ լացելով բանով, հազալունել ուշացուն չդարձնես բան, ու դուրս ես գալիս արդեն պետք է ինքնասպասություն գործես, այնտեղ ինքս գնամ տունելի կնիկս այնտեղ կերտերի մեջ արա աղբերս ինչա կատարում, կամ ուրախ գալիս ես, գալիս բարև ձեզ, գալիս ես ասում ես Արա հեսա պիտի գնամ տուն երեխեն քաքի մեջ, տունը սենց բան, հայվա ինտերնա, թատերական կյանքը սա է, իմացեք։ Վարամ ջան, ես դուք եփ եք վերջի անգամ երջանիկ եղել ինձ բան։ Վերջին անգամ այսօր ժամը 10-ին։ Այո, երբ որ մեզ թեման սկսեց, չէ՞։ Հա, բա ինչ իմացա, առավոտ հելա, ասեցի այսօր ինչ ֆանաս, արա պիտի գնամ ընդել ինչ-որ վարկերի տեղը ստորագրել, այսօր մեծ թեմա ունեն, ու եկա, Դզը։ թևավորված, Բայց կայֆ է, չէ՞։ մեծ կայֆ է, նախ ես դալիճը ես չէ եղել, որտեղ նոր է ինքը, Այսօր ենք սարքել։ Սխալին բռինք։ Սենց էլի։ չէ լավն է, լավ էլ, կարան Չէ, չի լսվում։ Ես ջուր է, Ճիշտ ասած ջին տոնիկա, բայց խմեք։ այա, ջին տոնիկ է, չէ, տոնիկը առանց ջինի, արդեն կաշի տոնիկ ես տալիս, Ջոգիլը Կաշի տոնիկ։ ջոգի մի Կաշի տոնիկ, բան, որը դարձալի թազա կոնցերտի անունն է։ Դուլը պատկերացրա մի կում ջին տոնիկից հետո է սա ինչ ալնելու ստե։ Տղաներ, դուք ոնց եք մհեր կարող այն ինչ-որ բան ունես ասել։ Ես թեմա ունեմ, ես թանկացումներից եմ ուզում խոսել, իսկ ամեն բան թանկացել է Վարամ ջան։ Օրինակ բանը, պաղպաղակը, այն օրը թզուկ էի առնում, 350 դրամ թզուկը, չէ, հիմա լուրջ եմ ասում։ Լուր օրը Թզուկը 350 դրամ, ու 50։ իսկ առաջի չկաներ, Առաջ 50 էր։ 50, 60, Եթե 80։ առաջի հետ եկել, եթե Ես դու գիտես- առաջ կարող է 340 եղել, չեմ լավ։ Ոչ, բայց թզուկը էլի ճշտով է թանկացել է։ Լուր թոզուկը 350, հա։ Անկեղծ ասում եմ, կարան ֆիրման է ասում, բայց չեմ ասի։ Ասա։ Თ տառով է սկսում։ Թե։ Հա, հələ մտածի, თ։ Ամարայով վերջանում, հա։ Ո 350 թզուկը։ Շատ է։ դե դա ամբողջ աշխարհ, մի հատ մարդիկ կան,
Դե Թամարան ամբողջ աշխարհում արտահանում։ Դե դա ամբողջ աշխարհում այդ մարդիկ կան, որ իմ համերգներին չեն գալի։ Մարդիկ կան, որ ամբողջ աշխարհում կան։ Որ ասում ես, արա էսի չա կատարում թանկացելական բան, պաշտպանում են այս իշխանություններին, չգիտես խի։ Արա Նիկոլովս Ատլախ են, էլի, ատլախ։ Ատլախ։ Դե գիտեք ամբողջ աշխարհում ա տենց, ինքը մեղավոր չի։ Բայց նախ չեմ ասել որ մեղավոր է, պրոստը ասել են թանկացել արա, դու չի խառնվար։ Հետո մի բան էլ նկատեմ, այդ կարող է լի թեմա։ Հա, ամբողջ աշխարհում երիտասարդներն են, չէ՞, տենց բունտար, հեղափոխական գաղափարներ, ստե 68+ պարավներն ու բձեքը։ Արա այդ պարավների դեմ խաղ չկա։ Այն քֆուրները, որ իրանք են գրում, գիտես ինչա, հայի մոր սրբություն բան է ծավ։ Այդ էր մի կողմ, այս տարի այդ պատճառով ուրեմն ինձ մոտեցան մարդիկ, ասեն, այս տերտերական թեմաներ են քաղաքում, երկրում, եկեղեցիներ են ուզում բանանի, սենց բան։ Ինչի՞ չեք անդրադառնում։ Արաս, ես որ տերտերին անդրադառնում էի։ Հետո մտքովս անցավ մի հատ նոր կերպարներ ստեղծել, ասեցի, այդքան կանացի, այդքան կին ղեկավարներ կան ամբողջ աշխարհում ա տենց։ Հայաստանում էլ կան նախարարներ են, բան ինչի՞ չլինի երկու կին քահանա։ Հիմա երկու կին քահանա կերպարներ, Տեր Հեղնար ու Տեր Օվսաննան նկարել ենք, արդեն նկարել ենք, այդ բանի մեջ պիտի գնա ու ինչն է հետաքրքիր, որ Տեր Հեղնարը եւ Տեր Օվսաննան իրանք պարզա պիտի ունենան նաեւ իրանք բան անունները, չէ, աշխարհիկ։ Ոնց որ մեկին ասում են կտրիչ։ Հա։ Ասում է Տեր Հեղնար, ինչպես է ձեր աշխարհիկ անունը։ Ասում այնպես, ինչպես եւ մենք թողում վերոնց պարտապանը։ Հետո արդեն սրանք սկսում են իհարկե 18+ թեմաներից, որովհետեւ կին են ու ասում է Տեր Հեղնար, դու արդեն կարմիր գծեր ես հատում, երբ որ հայ քրիստոնյան միշտ սեռական պահանջներ ա ունեցել դարերի վեր, այ որտե քո նման կնոջ հատ է Տեր Օվսաննա, դու ինչ ուտես մի հատ կռիվ ու միշտ օպերատորը մտնում ա ու գիտեք ինչ ալնում։ Արա սունամ ջոգեմ մենք թզուկ մառոժնեից ո՞նց հասնենք։ Արա բերեք թզուկ մաժորի տեղը, ես թեմատամ թող մերն ասի։ Գնաս թեմա։ Իսկ աղա բանը, ես մի հատ բան պատմեմ, էլի, կակրաս քանի տեր հայրերին ենք, հա, կապել։ Մի հատ բան եմ պատմում, ինչը որ իմ հետ եղել է մոտարպես 2 շաբաթ առաջ։ Ուրեմն Երևանում գիտեք, որ խցանումներ եւ պարկովկի խնդիր կա։ Ես այտենց խցանումների ժամանակ sense պարկովկա եմ ման գալի, արդեն Երևանը 8 անգամ անցել եմ Պոլնեստյո, չկա պարկովկի տեղ։ Ու sense Աբովյանը վիշնում եմ ներքև, Աբովյանի եկեղեցու անունը ճիշտ ասած չգիտեմ։ Ան Սուրբ Աննա։ Ուրեմն էդի։ Գնում եմ այդտեղ ու sense թեքվում եմ աջ, sense բանը մաշնեք են լիքը կայնած ու լուրջ եմ ասում, եթե գնաք այդ կոմերը մի հատ նայեք էլի, հենց եկեղեցու այս կոմը մի հատ այսինքն առանձին պարկովկի գիծ է գծած, մի հատ ավտոյի, շատ սիրուն պարկովկի գիծ է գծած։ Կտրիչի ավտոն ջլի։ Այո։ Տես մի բան։ Ու sense բանը, գալիս եմ այդտեղ, ուզում եմ այդտեղ կայնեմ ու նայում եմ հենց այդ տեղը ազատ է ու մի հատ սամակատ է դրած այդտեղ։ Ու ես էլ տենց բաներ սամակատ, տենց բաներ չեմ սիրում։ Կայնում եմ ավարիկի վրա, իջնում եմ ավտոյից ու այս սամակատը վերցնում եմ, գցում եմ, չեմ գցում։ Դնում ես այլ տեղ։ Հա։ Դիսլոկացիան փոխում ես։ Այո։ Սամակատի։ Ինչն եմ փոխում։ Տեղայնությունը։ Այո։ Իրա դիսլոկացիությունը փոխում եմ, ապրես գցում եմ խոտերի մեջ, մեկը այն հերվից, sense եկեղեցու կողմից, sense մի հատ կուրտկով, կեպկով, sense մուժիկա, sense վազմա, sense ամ։ Հարազատ, էդի որ դրած է, հենց այնպես չի դրած։ Հեսա քահանա է գալի էտե կայնի։ Հա, դրածա որ քահանայի Այո, ես է գիտես, sense բաներ չեմ սիրում։ Ավելի եմ գժում, ասում դե, ասում ուրեմն ես 100%։ Բայց Հիսուսն ասել է որ սամակատով փակեք բանի ճամփա։ Հենց էդ է, Վահրամ Չի ջան, ասել։ հենց էդ է, որ չի ասել։ Ես այդրանից ավելի շատ եմ գժվում, որ պետք է ինչ-որ քահանա կանի ու քահանայի համար սամակատը դրած, ասում եմ նախ եւ առաջինը, դու ով ես вообще, просто շո կուրտկով, կեպկով մուժիկ, ասում եմ գոնե վր այդ մի հատ խաչ արա, ջոգեմ ստե ես աշխատում ախտա։ Չէ՞։ Կամ թող արդեն արած լինի։ Հա, կամ ինչ-որ մի բան, որ ես հասկանում որ դու ստեի աշխատող ես, էլի։ Ասում եմ իսկ քո համար օքեյ է, որ քո քահանայի համար դու սամակատ ես դնում, որ ինքը կայնի, էլի, ասում եսի քաղաքի պարկովկեն է, ես եմ ուզում կայնեմ ու ես հետո քահանայի հետ խոսամ։
ասում է հարազատ խնդրում եմ այտենց բան չանես։ Ասում է խնդրում եմ ին որ խոսակցություն գալի։ Ասում եմ բրատ, ասում եմ նու դու ջոգում ես ինչ ես ուզում։ Ասում եմ ես ուզում եմ քահանայի հետ խոսամ քասեր։ Ասում եմ ես ըստեկ անում։ Ասում եմ քո համար օքեյ է որ դու սենց բան ես անում։ Ասում եմ բրատ դե բոզ երգիր է ինչ անում։ Արա ասում եմ դու вообще ջոգում ես ուր դե ես աշխատում вообще։ Էսի չես ասում էլ։ Ինքը եկեղեցու աշխատողը։ Так, օքեյ, Ռազագրևը վերջացավ։ Եվս մեկ անգամ Ռազագրևը վերջացավ, հա։ Ով կուզի ինչ-որ թեմա ասի, ով է թեմա պատրաստել, ինչի մասին զրուցենք։ Ասացի։ Եսի մոխտեր, եսի։ Ես կուզեի Ես ինչ պատրաստել եմ ասեց Վահրամը, ես այդ Մեր, կուզես դու քո թեման ասես։ Օրինակ դուք նկատել եք, որ 3 տարի է Վարամ նկատել եք, որ 3 տարի է գարուն չի լինում։ Արա Սերժիված sense չէ։ Հետ խոսացեք էլի դրա մասին։ Հա, կստացի համաձայն եմ։ Սերժիված գարունը գարուն է։ Իմեն չի ասում։ Բայց այն ժամանակ գարունը 50%-ով չէր ելնում, տիպը տենց լիարժեք գարուն չէր։ Չէ, լիարժեք էր, այդ ամառն էին վեկալում։ 50%-ը գարուներ, 50%-ը աղբորս։ Դե եղանակը չի ստացվում։ Եղանակը չդզեց։ Առօրյա խնդիրները մեզ չեն հետաքրքրում, մահարոժնին թանկացել է ասեն գնաց։ Օրա բայց դուրս թզուկի վրա չգիտեի, մայր լուրջ եմ ասում, ապա շատ, ապա լուրջ եմ ասում։ Մահարոժնու վրա այդքան չէի ջղայնացել ես։ Որ թզուկը որ խոսք այն վաղ դառնում ենք որ փող չերնում, լավ թզուկ տու, հիմա Ես փողը նոմա թզուկ չկա։ այն օրը բանը ջամբոն 100 չէր մի։ Բայց ջամբոն 100 էր, հա։ Բա հիմա էս ինչ պա։ Կոնկրետ մահարոժնիների վրա։ Մահարոժնի ուտելը տարիք ունի էլի։ Ապա ես Ասենք հացը ես չեմ ուտում 40 տարեկանից 45 քաղցրեղեն 55-ից մահարոժնին հիմա որ ես մի հատ մահարոժնի կերա որ 200 գրամ է մյուս օրը կշռվեմ 1 կիլո ավել ոնց է տենց ելնում լուրջ եմ ասում Դե էտի մահարոժնին չէ, էտի ուժը օրգանիզմն Դե է, չի պայքարում մետաբոլիզմն է, մետաբոլիզմն է հա։ լավ էլ վերնագիր է մետաբոլիզմը ջարդել տան։ Ինչ այլ է։ Շերքը ջարդել։ 2 անգամ ջարդել եմ հետո ամեն օր կշռվելը սխալ բան է Ինչքան, օքեյ, ինչքան պետք է ժամանակը մեկ կշռվես։ Եթե դու, չէ, եթե դու կոնկրետ դիետայի վրա ես, դու ամեն օր կշռվես։ Ես մի անգամ որ տենց սկսեցի ձվի դիետա, ամեն օր կշռում էի 700 գրամ ամեն օր գնում էր, իսկ ուրախանում էի։ Ստենդափ էի անում ինքս իմ հետ։ Հետո որ տենում ես կշռվում ես, տենում ես ընդհակառակը չի, բան դիետա անում ես, չի անում, այդտեղ արդեն խնդրեմը սկսում է։ Մտքիդ մեջ հիվանդանում ես ու դառնում ես հայ քաղաքական գործիչ։ Դառնում ես էշ էլի, այսինքն։ Բայց ես սկսեցի առաջ անգամ լսում ձվի դիետա, էտի ո՞րն է։ Դա ձվի դիետա մենք ասում ենք պրոտեինից բաղկած սպիտակուսային դիետա։ Բացատրեմ իմաստը որն է դրա։ Да не, я понял, белковая диета։ Բելկովая, դա։ Չէ, բայց որ ասում են բելկովայի դիետայի ժամանակ բանջարեղեն մի կերեն, չի են ասում։ Հո բանջարեղենը քեզ չի չաղացնելու։ Բանջարեղենը որ ասում են մի կեր, այդ նշանակում է որ բանջարեղենի կարիքը քո օրգանիզմը զգալու է, ու տենալու է որ չես տալիս, քո ծիծիկներից է քաշելու։ Բայց դրանից ես քաշը գցում։ Թե չէ պամիդորը ոչ կչաղացնի, ոչ կնիհարացնի, բայց մի կեր։ Պամիդորը ձվածեղ մի կեր, էդո։ Կեր ձվածեղ առանց պամիդորի։ Ձվի դիետա։ Ախպես աղետ գալիս եմ էլ Ում խնդալու չի, որ բանը շոուն սկսել է արդեն մտածում եմ կհասցնեմ զուգարան գամ արդեն սկսել է խոսում ու գալիս եմ մտնում եմ զուգարան տենում ռեժիսորը քաղաքում աստի ինքն էլ է դու ստրես արես Ալակաստանում եմ չեմ ասում It's կավայր իգորը չկան նախաշտ թզուկներ եք։ Թզուկներ ապա, եթե ձուբան մի կողմ լուրջ եմ ասում, բացի այդ ապա Մոյկան ապա, մոյկենները շատ թանկ։
Յա։ Հա։ Ես ավտո չունեմ, քանի որ խոցելի խավ եմ, բայց Ուրեմն հետ կան թզուկներին, ուրեմն։ Չէ, սպասի։ Ես վերջերս գնացել էի, որ մեքենաս տան բան, լվալու։ Ասաց ախպերս, քո ավտոմորսս նայում եմ, սեդան չէ, ջոպոտ է, էլի, ասաց որ սենց նայում եմ կամ 7000 կամ 8000։ Բանը Մոշիկը ինքը չի որոշում ինչքան պետք է քեզ գին ասի։ Որ ինքը ասում է 7-ից 8, այսինքն եթե ինքը շատ է տանջվել, քեզ վերջում կասի 8։ Եթե ինքը քիչ է տանջվել, քեզ վերջում կասի 1-8։ Բայց վերջում բան անում, էլի, մի քիչ քեզ վատ ես ասում, այ ախպերեն հետև ինչ էր, ապա միջով մաքրեցի, բան, փնթի ես ասում։ Ամաչացնում է։ Տակեր այդ ինչ էր ախպեր, բան, դե։ Լավ է, սիսիկտեր արեք, Վահրամը մաշնա չունի ու նենց բաներ խոսացեք, նենց բաներ մի խոսացեք։ հատ հին բան հիշեցի, ես մի հատ Բաքում խնձոր ծախող կար։ Ես ասեցի ինչ արժի ես խնձորը։ Ասաց 7-ից 8։ Չէ, ինչ ասեց, այս խնձորի պահով դու խնդրեմ չունես։ Արա ասեց խնձորի պահը ո՞րն է, ասեք կյանքում կա սիրո պահ, ինչ որ մահվան պահ, կա խնձորի պահ, որով ես չունեմ խնդրեմ։ Ասեց բաները այդ հարազատն է շատ վատ բան։ Որ ասում Դա սոցիալնի, հա, դա գիտես ինչ է։ Հերիք չի ինքը ատամները թափած ալնում հիմնականում։ 3 օրվա հրաշով Այդ 3 օրվա հրաշը մի անգամ ասել եմ, ես չեմ կարող հասկանալ, եթե իրանք ֆրֆռում են 3 օրվա հրաշով, ուրեմն մի օր հրաշվում են, չէ՞ որ 3 օրն անցնում է այդպես գալիս։ Բայց որ հրաշվում են, չի 3 օր տնից դուրս չեն գալիս։ Չէ՞ տես, գալիս է մեկ ինքը գիտես ինչ, ինքը չմոյ է։ Ու քեզ ասում է հարազատ, որովհետև հավասարացնում է։ Ասեք ինչ հարազատ։ Այդ նույնը ոնց որ ասես հայեր միացեք։ Այ ես ոնց միանամ։ Ես ոնց միանամ քո հետ, որ դու ասենք այս մարդուն գնացել ես 7000 ես ասել։ Ու հարազատ ասում, բայց խոսքի ուրիշ տեքստ։ Հետո այդ ռեմոնտ անողները, այդ այնց կենցաղային թեմա է, չէ՞, բայց դա հեչ կենցաղային չի։ Իրանք որ գալիս մտնում են մեկի տուն, որ մի հատ գործ պիտի անի, անիծում են այդ տունը։ Ասում է ստեղ ապետիկը փլի կթափի։ Ինքը արդեն որ գիտի որ չի կարողանալու սարքի։ Զիգզագից մի օր եկան տելևիզոր էին առել, պատին կպցնողներ։ 2 հոգի չաղ, հարթաչափով։ 2 հարթաչափով, եթե 2 հոգի։ Այդ տելևիզոր հարթաչափով չարեց, բանարեց, կպցրին ծուռ։ Արա ասում տղեկ ջան, այսպես ես էլ կարայի կպցնեմ։ Չնայած չէ, ես ուղիղ կպցնես, ինչ։ Այդ հետ ասում է, ասենց գնաց ձեռով, ասենց բան։ Այդտենց են հայ վարպետները այդտենց են, ասում է կտակը թափիկ վառվի, կտա 12-րդ կեսի գիտես ինչ անձևը գա սաղ թափելի է։ Այր ասում բա դու չի ես եկել։ Դու գիտեք որ այդ հին եկեղեցիներից մեկում հույները որ գործ են արել ինչ երկտող են թողել 4 տարի։ Այո, ես ասեմ, հա։ բանը, մենք աշխատել ենք անվճար ինչպես ջուրը։ Եվ փողը չտվին։ Ու փողը չտվին։ Ճիշտ ասի։ Ճիշտ էր։ Օրեսի խելք եմ ես։ Այո։ Հայոց թագավոր տրթատը այն որ առաջին դարում ա եղել։ Գնացել է Ներոնի մոտ։ Էսի լուրջ բան ապես, լսեք ես գիտեմ։ Կարքին դուք գիտեք որ հայոց թագավորներին որոնք հաղթող են եղել, որոնք խափող են եղել լավ իմաստով, երկրին օգուտ բերող, շինարար դրանց անունները ոչ ոք չի հիշում։ Վերսալում տեսա այդ մարդու բանը, կպցրա դուրսը արձանա արմենյան թագավորը արա։ Չգիտենք դրա մասին, մենք գիտենք բայց անունը ինչ էր։ Տրթատ Ա։ Հա, ուրիշ բան չմտածեք։ Տրթատ ան գնացել է Ներոնի մոտ մտել։ Ճիշտ ասած ես ումը փորձում եմ ուրիշ բան մտածեմ, չեմ կարող ուրիշ բան մտածեմ։ Ամենապոշլի բանն եմ ուզում մտածեմ։ Մի հատ լսեք ինչ է արել։ Ռոմեացիներին նենց է ջարդել, որ իրանք կանչել են Ռոմ։ Արտաշատը փլել են, կանչել է Հռոմ, Ներոնի մոտ մտել, Ներոնը չէր սիրում, որ թրով մտնում են, ինքը մտել է։ Ասել է Ներոնը որ տես տղես, բեր մի քիչ քեզ փող տամ, ստեղ աղջկեք, ասել է ես այնց երկրից եմ գալիս, որ ամեն ինչ կա։ Թզուկ, ինչ ուզես կա։ Մի խոսքով լիքը փող է տվել, վարպետներ է տվել Ներոնը, եկել են Արտաշատը վերականգնել են։ Ու այդ թագավորի անունը ոչ ոք չի հիշում, հիշում են մեռած մարդկանց, այն որ գնացել են գլուխը Վարդան Մամիկոնյանը մեռավ, այն մեկին սպանեցին, այն մեկը ինչու էր, պապ թագավորի գլուխը կտրեցին, կայֆ է դա։ Արտավազդ բն հանձնվեց, խի հանձնվեց։ Խիբը։ Շիբը։ Շատ զորքի առաջ հանձնվող թագավոր չի եղել արտավազդից բացի։
Վանդ, ես քեզ շատ լավ եմ հասկանում։ Մեջտեղը նստելը շատ դժվար է։ Ես նոր մեջտեղն եմ նստած, ես էլ այդպես ողորը ես հիմա ինչ անեմ, բանում, բայց ասենց չէր իմ մոտ։ Նենց որ Վան ջան, խնդրում եմ, կշարունակես շոուն, ում հերթնա թեման ասելու։ Ես կարամ թեմա Так, մի վարքյան լեր, սուս մնալ եմ։ Ապա ես Առաջարկում եմ այդ հերնեք ծխենք սա օրը։ առաջարկում եմ մի րոպե լռություն։ Բայց լավ է որ ես տեմ նստե։ Ինչա խփելու էր, հա։ Չէ, որտեվ տեքստեր կա որ ասում է կռուպի կադրում ես չեմ երևում ջոկի, բա որ պատկերացնում Facebook-ում գցել ես ինչից են խոսում, ես դա չկամ։ Ինձի բանը կողին դեպինը որ բերանը բացում։ Просто փուր եմ գնում։ Հա, բայց արդեն մամի կոնյակ է։ Ու ես կողը։ Просто cancel։ Չես կարա դա։ Բայց հենց այս բան չի եղել որ Վահրամ ասի, ես համաձայն չեմ։ Նես որ ես աշխատում եմ հիմնականում այսպես ավելի Վահրամը բան չի ասում որ համաձայնել եք թեզումը թեմա տա։ Բայց ինչքան հասկացա Վահրամի առաջարկած թեմաները ամբողջական են շատ կենցաղային ամփոփված չեն, են։ Բայց ամբողջական Դուք թեմաները սիրում եք տալիս կենցաղային։ Չէ, մենք կենցաղային չենք որ մեզի բան, տիպը Մեզի չէ մեզ։ Չէ, ես բան եմ։ Դարեմը դերին մեզի։ Ես։ Mən լարված եմ։ Հələ։ Թույլսված է։ Հանգստացեր, հանգստ։ Հուսով եմ Վահրամ Սահակյանին դուր կգա։ Ես չեմ ժողում Հայաստանում մարմնավաճառությունը իտոգում լեգալ է, թե չէ։ Որտեւ ես մեկ-մեկ sense տուն իջնելուց խոսքի ես գիտեմ որ օրենքով լեգալ չի, բայց sense տուն իջնելուց մարմնավաճառներ եմ տենում։ Մտածում եմ նյուժելի ոստիկանության աշխատողները չեն տենում էլի այդ մարմնավաճառին, որտեվ ոստիկանության աշխատող եմ տենում հենց կողքները էլի։ Օգտվելուց։ Իս դուր ես ապրում։ Ես Երևանի եմ ապրում, բայց մեկ-մեկ խոսքի տենց տեցով եմ տուն եթում էլի, տեցի կրուգ եմ բանում։ Խոսքի այն երկրներում, որտեղ մարմնավաճառությունը հենց լեգալ է, այդտեղ բարդելներ են սարքում էլի, որ Իտոգում Հայաստանում էլ բարդել կա, պրոստը կրիշը չեն գցել էլի, այդ բարդելը էլի, ոնց որ Ես կստացի Երևանի մոտով միշտ գալիս եմ ու ժամը 1-ին 2-ին եմ դուրս գալիս ցերեկը ու սենց գնում եմ տեսնում եմ մարմնավաճառը ժամը 1-ին կանգնած ցերեկը ասում եմ որ լանչին սեքս անում մարմնավաճառը դրա այդ ինչ գործի ժամը որ դու տեղ կանգնած ես էլի մի քիչ երեկո թող լինի նոր սկսես գործ անել Լանչին պետք է եթաս ուրիշ բան ուտես լանչին կցա մտես ֆուրշ է բան Բայց ես բանի վրա եմ գժված պոշլի բան եմ ասում Արա որ մարմնավաճառները ասում են օրինակ գին ասում են բայց մինետ չկա Դա երբ Խի չկա რა Չէ ճշտով ապա ոչ կարա չէ դրա համար եմ եկել մոտը դարը ջան Շարմա ուզես հա բայց մեջը միշտ չկա Ճշտով ես խի չկա Կարող է դες մարմնավաճառը Որս միշտ հանվել չկա ասեմ հանվել չկա Աչա ինչ կա հարցրես ինչ կա Մայոնեզ կերչում ես Ճշտով ես նախորդ ասեմ բան չկա Բայց դա սկեչերի մեջից է չէ՞ դա տենց կյանքում եղել է որ տենց Օր գնաս հա չէ եղել է Մաշա Ապա Խմած ենք նա խնդացողն է կփաստի գնացել ենք Զագայև հա ասաց 20000 բայց մինետ չկա Կարակ ճարեք Լավ ախպերս են կողի տղուն ասել Լավ բոնին կանի լավ Բոնի գիտես կամ ինքներ կամ դու Բայց ինչի են իրանք այդպես կանգնում։ Իրանք կարան բակերով գնան ու ոնց որ գոռում էին առաջ մածուն։ Կարան գոռան մարմին։ Մինետ Չէ, դա հետո արդեն մարամասները։ Մարմին, թար մարմին, ինչ ա եղել։ Բայց իրանք մտել են արդեն սոցարտակ, այդ որ ձեզ դրուժից են Ոնց այսօր տալի։ դրուժից են Գործնական հանդիպումները բան։ Հա։ Դա կարող է տեցեցի է, էլի։ Կարող է вообще եսի մովա։ Կարող Կարող է вообще եսի մովա։ Ես Կարող է շպիոն է։ 90-ականներին մի մոմենտ ես լռվել էի Փարիզում, դարել էի Փարիզաբնակ, ինձ դրել էի Փարիզաբնակի տեղ։ Ու երբ որ Երևանից հայտնի գրողներ, բան արվեստագետներ 5 օրով գալիս, ինձ խնդրում են իրանց լուվր տանել, որ ես գիտեմ էլի ոնց են տոմս առնում բանման։ Մերը կետի, չէ։ Հա, չէ, հիմա գոնե գիտեմ բան, բայց սրանք միշտ ուզում են Սենդենի լսեն գնան Սենդենի այդ մարմնավաճառների տեղն է։ Փողոցն է, որ կանգնած են սենց։ Հիմա սրանց ասեցի Սենդենի, իրանք ասեցի Սենդենի, տարա Սենդենի քաղաքը, որտեղ հայ թագավորի գերեզման կա։ Սրանք էլ հետո գրողներ էին այն ժամանակ, հիմա մահացել են։ Դա էսկորտնից Ասեցի ես Սենդենին, ես էլ Լևոն Բ-ի երկրորդի գերեզմանը։ Ավտոբուսով են գնացել, հիշեցի, ավտոբուսով, մետրոյով, ավտոբուսով սրանք
Արա ասում Սենդեն, ասի ես Սենդենի, գրած Սենդենի, էս էլ բանը Լևոն բն, ըհն մտանք ստե։ Էս է կուրտիզանոյինների։ Բայրամ ջան, բայդ աղջիկ եք ման։ Էս էլ Ասում եմ անձեռոցիկներ Սենդենի փողոցը նկատ, վայ ես ինչ անպարկեշտ բան եք ասում, պարոն, ինչ որ Մովսիսյան։ Ես այդպես մարդ եմ, որ իմանամ Սենդենի փողոցի տեղը։ Բայ հիմա հետո Վերջը ոնց բայց պարկել։ տարա, մեկին տարա, այնտեղ հիմա պետք է ասես 5 վաղ ֆրանկ էր։ Պետք է ասես, ասում եմ 400 ֆրանկ, ասում եմ 400 ֆրանկ։ Օ, չէ, այդքան չունեմ։ Ասեց Դե հետ գնացինք Սենդեն։ Չէ, հիմա այս աղջկան, որ կանգնած աղջիկը չի, տատիկ արդեն։ Ասում եմ, ինքը տուժած ժողովուրդ ներկայացուցիչ է։ Ասում եմ, մի հատ մին է, ուժած ժողովուրդա։ Ճամփայա կդրեք։ ասեցի բլանշել է տելևիզիոն, ուտես Հայաստանում ինչա կատարվում։ 91 թիվն է։ Շները մարդիկ են ուտում, դու չես ուզում բան անես։ Էլի դեպքեր են եղել տենց, բայց ինչ պատմեմ։ Անպարկեշտ բաներ ես չեմ սիրում, չէ՞ որ ես քնարերգու եմ իմ բերանից հայհոյան կյանքում։ Բայց այդ հայ գրողները հետո եկան հայ քաղաքական գործիչներ 93 թվին եկել են ուրեմն այն ժամանակվա էլիտանա սաղ ու իրանց պետքա տանել Լուվր ինչ Լուվր իրանք միանգամից արդեն տեղը գիտեին գնացին գալերի Լաֆայետ իրանց կանանց ածիկալոն առնելու ես զզվեցի կայ դրանցից սաղից այդ օրվանից ես հայ քաղաքական գործիչ չեմ Բայց այդ թռի փխի էր հենց ձեր վրա, որ դուք ով գալիս Հայաստանից դուք պետք է այլի Լուվրեն ուզում բա։ Մեր նենց խոսով ես լսեմ։ Ես ծեր մարդ եմ։ Ասենց լսում ձեն։ Աբեդացև, դա ժողովուրդ։ Հենց այդ է ասում է էլի, ֆրանսիացիքին Դու պարոտ է։ թեման սկսեցիք մարմնավաճառներից, այնպես չէ։ Ես շարունակեցի թեման, այնպես է։ Հիմա եկեք ուրիշ թեմա բացենք։ Մինչև անցքը սարքես Սարայսի գոնը մի նկարը։ Արա դու ես սխալ բառ։ Ձեն չի նկարում։ Ձեն նկարում։ Ասում եմ ադրբեջանցի չվերցնի։ Յալյա։ Ես ճիշտն ասած թեմա է պատրաստել, թե ինչպես ճիշտ վաճառել տոմսերը ներկայացման, որովհետև ես ձեր գովազդները տեսել եմ մի քանի նկատողություն ունեմ։ Այո, կարելի է ձեր թույլտվությամբ։ Առաջինը, աֆիշեքը չի կարելի սարքել ինքնուրույն։ Գրոկն է սարքել ապել։ Ով է սարքել։ Գրոկը։ No, okay, ինչ-որ բան, Marvel-ից ինչ-որ պերսոնաժ թող չսարքի տանը։ Պետքա տալ ինչ-որ sense մեծ, просто sense մեծ կայֆոտ բան, աֆիշա։ Էդի առաջինը, երկրորդը, երբ որ Reels-ա, չէ, Reel, որտեղ դուք դիմում եք աուդիտորիային։ Սխալ համար 1, չի կարելի քաղաքել աուդիտորիայի վրա։ Իսկ բիզել։ Էդի կարելի։ Չէ, տիպը բան։ Մի սխմեք արա եթե չեք առնելու այդ տոմսը, այդպես բաներ չի։ Ես չեմ ասել։ Ես սենց ասեցի։ Ես ասեցի, եթե սխմում եք, արեք, եթե չեք սխմում եք ու չեք առնում, մեղադրեք ձեզ։ Ասեցի ինչ-որ բան եմ ասել, բայց ես Չէ, բայց ինձ թվում է ճիշտ արի, որովհետև ես տեսա առած, բայց չգնացի։ Հա, լուրջ։ Դա դից աշխատում է։ Okay, էլի ինչ-որ խորհուրդներ ունեի, հեսա մի հատ հիշեմ։ Հա, երրորդը, եթե ինչ-որ մարդ կա, ով այդ ներկայացման չի լինելու, ավելի լավ է ռեկլամի մեջ է չլինի։ այդ Ավո Խալաթյանի մասին, հա։ Հրանտ Թոխածյանի։ Հրանտ Թոխածյանը չի ասում, որ ես կամ։ Չէ, այդ է ասում, եթե ինքը չկա, ավելի լավ է չլինի գովազդի մեջ։ То есть ինքը ավելի լավ է չասի, ես չեմ գալու, բայց դուք գնացեք։ Բայց աշխատել է այդ գովազդը։ Չի աշխատել։ Բայց եթե աշխատել են վերսիաները շատ է, էլի, որ մարդիկ կա, Զիդանը ես չեմ գալու։ Հա։ Կագրած գրոկի հետ կոնտակտով ես, էլի, ես չեմ գալու, բայց դուք Նույն ձև ասեն կարանք բան, AI-ով սարքենք, որ Շարլ Ազնավուրը ասի, ես չեմ գալու ներելի պատճառներով։ Բայց դուք ավտոբուս չկա պրոստը։ մեկ էլ կարևոր բան, որ ինչ կարևոր բան է ուզում ասել։ Սցենարը ներկայացման։ Սցենարը չէ։ Չէ, մաքսիմալ քիչ լինի աֆիշայի վրա, օրինակ այլ մորորակային։
Բայց ես մի բան հասկանում, այդ աֆիշը ինչ որ մեկը նայում, աֆիշը։ Հա, հիշեցի ինչ ես ուզում ասել։ Այն որ դուք գովազդի ժամանակ ասում եք, եթե չեք առնելու, մի սխմեք, արա։ Ավտոմատ մարդիկ ուզում են սխմեն։ Запретный плод сладок։ Օրինակ, քանի անգամ են սխմել, դուք կարաք ասեք։ Ասեմ, թե չասեմ, իրանք սխմում են։ Ինչքան են բայց։ Ինչքան ուզում են։ Հիմա ասեմ թվով։ Քո ասածը, եթե ես էլ եմ մտածել, չէ՞, որ ասում կարող է սենցա, կարող է նենցա։ Հիմա նա, եթե 10 օրվա մեջ սխմել են 10000 մարդ, առանց իմ ասելու որ մի սխմեք, Դա շատ է։ 10000 մարդ։ Իմ ասելով որ մի սխմեք, էլի նույնն է։ Չէ։ Լավ, օքեյ, ես ձեզ մի հատ գաղտնիք բացեմ։ Հա։ Մենք կոմիկներով սխմել ենք մոտավորապես 85000 անգամ այդ կնոպկեն։ Հա, իմ։ Այո։ Որովհետև դուք ասում եք մի սխմեք, արա ոչ չսխմեք։ Գաղտնիքը գիտեք որն է, որ մի հատ մարդ ով որ խնդալու sense ներվայնանալով ասում արա մի սխմեք, sense նայում ես ասում ես արա ես ուզում եմ էսի լիքը տենամ էլի, Ես ուզում եմ էսի սխմեմ։ Ես մի անգամ եմ ասել, բայց ես չեմ ասել արա մի սխմեք։ Չէ, դուք ասել եք ուղղակի բան, տիպը մի սխմեք։ Ես ուզում եի այդ ներկայացումը հանեի, որովհետև հեչ հավես չկար, մանավանդ այդ դու ասած այդ դերասանը ստեղ չէր։ Մի հատ դերասան կար, որը ստեղ չէր։ Ո՞վ։ Ավոն։ Ավոյի տեղը ես պիտի խաղայի, իսկ պատկերացնում եք, ես կարայի լավ խաղայի, բայց Ավոն խաղում է Գրիգոր Լուսավորիչի դերը։ Ու ես դժվար էլի դուրս գամ Գրիգոր Լուսավորիչ, պիտի ասեն Վահրամ Սահակյանը Գրիգոր Լուսավորիչ, մենք սիրում ենք Գրիգոր Լուսավորիչին։ Ինքը մեր հավատնաբար հիմա Վահրամ Սահակյանը արտավազդը էլի ոչինչ, արտավազդը խաղայի։ Այնտեղ ինչ է, ծռան վերգոն։ Կարգին տղա է, կստացի ծռան վերգոն։ Այդ ինչ ներկայացումը որ սաղ կան մեջ։ Այդ աֆիշն էլ է, էլի շատ խտոտ աֆիշ։ Գիտես ոնց է։ Տղեկ ջան, sense մի հատ մոմենտ այդ սա, ես ընդունում եմ մանավանդ այդ մի արաբան։ Բայց այդ նույն աֆիշով, այդ առանց այդ բաների նույն աֆիշով ես լցրել եմ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ներկայացումները հանգիստ բլավն։ Հիմա որ եկել է այնց մոմենտ, որ չի լցվել, sense հա եղել, փոխել եմ, տեսել եմ որ չի լցվում, հանել եմ։ Ինչ ա եղել, քիչ մարդ է եղել։ Այնքան մարդ է իր ներկայացումները հանում։ Իսկ բանը, ինչ էր անունը։ Ֆարս մաժոր բլից։ Դա հեշթեգ է։ Անունն էլ է, պետք մի քիչ ավելի հեշտ, որ բանը, որ մենք հասկանանք։ Հա, բլից կամ ֆարս, կամ մաժոր։ Մտածեցի մեկը օգնեի։ Բայց ոչ, ֆարս, մաժոր, բլից։ Եկեք եւ օգնեք։ Ես մի ամիսը անուն եմ մտածում, վերջը այս մեկի անուն դրեցիք ծովից ծով դատաստան, ինչ անեմ, չկարող ինչ բան։ Ծովից ծով դատաստան եկեք նայեք։ Չեք նայում մի սխմեք։ Սխմում եք ավարեք։ Թե չէ հերանտին կասեմ։ Շարլ Ազնավուրին գրոկով կսարքեմ կրնեք ասի։ Լավ, բան կասի էլի։ Այդ Ազնավուրին չեք սիրել, անփարուական երկե, մի հատ երկ կա Ազնավուրի երկումը բանի անունից է, ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում։ Գեյ։ Գեյ էլ չի, ես իմ ինչ տրավեստի է, ես գիտեք ինչի որ ինչ երկ, այդ երկի մասին ինքը պատում է, ասում է գրեցի տղեկն ասում ես դուք դի երկես, ու ինքը դարավնեց, այս երկն է, ժաբիտ է սորավեք մամա, ու երբ որ դա շարն է երկում, ինքը դա անունից է չէ երկում, հետո լամաման է երկում, հետո համերգի վաղ տեսեք ոնց է ինքը կարողանում այդ դահլիճը պահել, իրան ինքը մի տարի առաջ այդ մի հատ դահլիճից, իրան մոտենում ասում է ինչը էս լնելու է, այդ երկը իմ ասած լնելու է, ասում է այդ երկի այս տարբերակն լնելու, ու մեկ էլ դաշնամուրը հայտնվում մոտը, հետո ասում է իսկ հին էլ չի լնելու, լնելու է նոր, էս լնելու, ու էլ իրան ոչ մի բան պետք չի, որտեվ ինքը հասել է դրան, ինքը Ազնավուրն է, իսկ երբ որ մենք մի բան փորձում անենք, որ նոր բան լինի, որ մի քիչ ուրիշ խոսք լինի, մի քիչ արտառոց բան լինի, հիմա այս պայմաններում շատ քննադատություններ կան։ Ես կհամաձայնեմ որ ներկայացումից հետո թող գան եղել է մարդիկ եկել են այս բանը լավ չէ, շատ լավ է, այս չենք սպասում, այս լավ է, բայց երբ որ կոմենտ են գրում, ես դրա պատճառով մենակ Instagram եմ դնում, որտեղ այնտեղ կոմենտները փակվում են, որ չպատասխանեմ, անգամ այն կոմենտը, որ ինչ լավ է որ դուք կաք։ Արա ես չգիտեմ ասեմ, ինչ որ չլնեմ ինչ պիտի անես, արա։ Իսկ այնտեղ դե գիտեք ինչեր են գրում, դրա համար ասում եմ ես չեմ ուզում Facebook-ում դնեմ այդ տենամ, որովհետև այդ Ցուկենբերգը ինչ ան, նենց արել որ չփակվի։ Դա չես կարա փակես։
Բայց ինձ թվում է կարաս, ճիշտ ասած։ Ես չեմ փորձել Facebook-ում Զուկերբերգը կարաս փակես, հենց փողը տվեցի որ դրա, ինքը բացվում է։ Ոյ ես դրան զարը։ Եվրեյ է, էլի։ Ծաղ իրանք են։ Ասում եմ, եկ դետելունի վիսենտ ինչու խարավկանություն չգա, իդի Լոս Անջելոս խարավկանություն միտի, գողնի, եղբայր խարավկանություն մեծին, դրգարարս խետվին, ատլատյան են նեղի, հետեղ վիսենտ դիկա բաղասիշ ճուր։ Թեմայի մասին եմ ուզում խոսամ, ես չեմ ուզում խոսեմ, որ որևէ մեկի դերասանական արտիստիզմը քիչ է, շատ է, սա աղել լավ է, ես ինչ տեսել եմ լավ է, բայց ես մի բան չեմ հասկանում, դուք որ ծերից ծեր մի ժամ ու կես վարում եք մի հատ բան, ինչ-որ բան, այդտեղ այդ թեմաների տակ, այդ թեմաները շատ են, խնդալու են, ես էլ ծիծաղան բան եմ, բայց այդ թեմաների տակ ինչ-որ մտածելու բան թողում եք, մտածում եք, որ տենց անեք, թե չէ։ Ասելիք ունի, Ասելիք, հա։ Ասելիք չէ։ Հիմա ասենք ես, եթե ես հիմա ասենք ամենաապուշ բանն եմ անում, ասենք այս սփյուռքայի ու խոսում է, չէ։ Հետո մտնում է դրանից հետո մտնում է մի հատ ջրահարս, Ետնի տակ ասում է, որ այդ Արցախը հանձնելուց բան, այսինքն ինչ-որ մի իմաստ ունի ինքը, ինչ-որ բանը տակից դուրս է, կամ այդ արտիստները, որ խոսում են, կամ ինչ-որ բանը, ես չեմ ասում, որ ես անում եմ իմաստով, դուք չեք անում, ես հարցնում եմ լոկ, ասում եմ, դուք ուզում եք անեք այդպես բան, ես ձեզ հետ համագործակցեմ օգնելու համար այդպես բանի, թե պետք չի ձեզ, ես հարց եմ տալիս, դուք ուզում եք, դուք բացի 350 դրամից, բացի ավտո լվալուց, ուրիշ թեմայից խոսանք։ Ես ճիշտ ասած լարվեցի, եկեք ասեմ հա, էլի պրոստը։ Չէ, մարմնավաճառ է, ասենք եթե մարմնավաճառի խոսամ ես ուրիշ բան կտեղ կտանեմ, նույն բաները կասեմ, ավելի վատ կատակներ կարամ անեմ, քան դու, քոնը խնդալու կլինի, բայց ես շուտով մի բան կասեմ, որ կապված է այդ մարմնավաճառի հետ ինչ-որ խնդիրներ։ Ես ասեմ, օրինակ, Դե հələ չեմ հնարել, բայց եթե ինձ մարմնավաճառի թեմա տան, ես հաստատ դրա տակ մի բան դուրս Բայց ես ասում եմ, չէ, լեգալ է, լեգալ չի, էլի, ոնց որ դա համել կպտնում է ինչ-որ օրենսդրական ինչ-որ պահի, էլի, որ ոստիկանները տենում են, բայց չեն գործում ոչ մի ձև, էլի, ոնց որ այդտեղ այդ պատեքստն էլ կա, էլի։ Կստացի ես հաղորդումն էլ է լրիվ պատեքստներով, ինքը մեջ է լիքը հումոր ունի, բայց լուրջ ասելիք է։ Ես կարծում եմ, որ ստենդափի թեման եւ ընդհանրապես այսօր որը մեկը գործ անում, կոմեդիա, որը հայտնի մարդու գործ չի, այս կարևոր բան չի, էլի, այտենց դասական չի, ինքը պետք է մի քիչ այսօրվա խնդիր ունենա։ Այո։ Այսօրվա խնդիր դի ունենա, այսօրվա խնդիր պետք է ես դրա համար եմ ասում, ես շատ վատ եմ զգում, երբ որ մի բան եմ անում ու մեկ էլ տենում եմ, որ այդ բանը արդեն մի քանի ամսվա է, դա հնացել է։ Այս մարդն ինձ ասում է, քո գովազդը սենց է։ Ես ընդունում եմ, որովհետև ես էլ էի արդեն տենց մտածում։ Ես ուզում եմ մի հատ ուրիշ մարդ ինձ ասեր։ Բայց թզուկը այսօր էր թանկ, այսօրվա խնդիրը թզուկը։ Եթե 20 րոպե թզուկից ես խոսում։ 20 րոպե պետք է մեծ սպիտակը ձյունիկից խոսաս, էլի, հա։ Մեհեր, ես չեմ ասում, որ վատ բան է, ասում եմ ինչ է ինքը։ Լավ, մի հատ Կալորիաներով հարուստ թեմա է։ Լավ, Էրիկ, կլինի մի հատ ես փորձեմ պատասխանել։ Բանս։ Մի հատ բան ասեմ, չքանի չեմ մոռացել։ Իհարկե։ Արա մի հատ ստենդափ տեսա, ստենդափ չէր։ Ռեկլամա։ Արդելով այդ ինչ եք շփոթում։ Ռեկլամ ու ստենդափ։ Չէ, ռեկլամը ես լսեցի։ Այո, դուք նկատել եք, որ տղամարդու 60-ից բարձր տղամարդու ականջների մեջ մազեր են աճում։ Արդեն զզվելի թեմա է։ Այդ գիտեք ինչի համար է։ Այդ նրա համար է, որ կնիկը կնգաձենի չլսի։ Այդ ամենալավ կատակն էր, որ ինքը դրել է ռեկլամի մեջ։ Էտով։ Արա չես դրանց անունները չգիտեք։ Բայց դուր, Վարամ, ես Արա ես ուզում եմ ասեմ, այդ պառնուխան, դա պառնուխա է։ Այդ կենցաղայի զիբիլը, ոնց կարելի է вообще խաղալ։ Մազերի մեջ ականջներ են անում։ Որ կնիկը, այդ էլ կատակը է, որ կնիկը ընկածները չլսի։ լավ, կնի Արա թզուկը դրա մոտ շեդևր է։ Վարամ, մենք Լավ, Վահրամ, ժամանակ բայց մի հատ կատակ ասա, էլի, այսինքն օրինակ, մի հատ sense որ ասում ես, դա համաձայն ենք որ քնա ասում, ճիշտ ես ասում։ Մի հատ այսինքն մի հատ օրինակ Ժվանեցկին լավ խոսք ուներ։ Ինչով է տարբերում երկի ցանկը հումորից, գիտես։ Юмор то, что страшно смешно, сатира то, что смешно, но страшно։ Էդի հասկացանք։ Հիմա դու մի հատ լավ կատակի օրինակ։ Կատակի օրինակ ո՞ր է, դուք ինձ ասես ինչ թեմա է ուզում, ինչի վրա է։ Ասում եմ, օրինակ
Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները, մի հատ լավ կատակ ասա։ Հայաստանի Հանրապետության ընտրությունները տրագեդիա է։ Դա կատակի թեմա չի։ Պետք է սրտիկ ցույց տամ։ Հետո ինչ, դու ինչ ես ասում, դրա վրա կատակ, ում վրա, որ խմբակցության վրա։ Չէ, դեսես նայ, ճիշտ նայ, հիմա քննադատությունը կա, հետո հասկացանք, ընդունեցինք։ Հիմա դե մի հատ պետք է ինչ-որ ճիշտ բան չէ, մեծավարի ասես, որ կատակն է, մի ասես քո կամ եթե դու զբաղվում ես, կամ եթե օրինակ կա, էջուտ, հա, մեկը մտնում է խանութ ու ասում է ընտրում է կուսակցություններ, կամ ընտրում է ինչ-որ բան, ընտրում է Մարոշնյան։ հա, թզուկի ընտրություններ։ Ասում են շատ լավ ընտրություն արեցիք, այդ վաղտեր ճաշակի ինգերն է գալիս, ինչ-որ նոր թար բաներ, ճաշակի ինգերն է գալիս, հա, ինչ-որ մարդիկ ճաշակի ինգերը գալի ասում ես ինչ վեկալվես, որոնք կենցաղային չեն, որոնք բիտավուխա չի, այդ ճաշակի ինգերը բիտավուխա չի, այդ կերպարը, որ դու սա գայիս այլ մոլորակային, թեկուս տապակ, թեկուս լավը չսարկած, AI-ով է սարկած, AI-ով է սարկած, լավը չի, ինքը նոր թարմ բան է, ինքը բիտավոյ չի, ինքը հարազատ ասողը չի։ Բայց մի հատ բան ասեմ, էլի ստենդափի մասին, էլի։ Երբ որ դու ստենդափը ինքը ամենաազնիվ ժանրն է։ Դու էդի պետք է լինի կենցաղային։ Երբ որ դու ստենդափ ես կարդում, չէ՞, դու ստենդափ ես անում, դու չես կարող այլ մոլորակային վրով պետք է ինչ-որ ուրեմն ձևավորված կատակ լինի։ Հասկանում եք, երբ որ օրինակ նայեք, դուք որ պրոստեհերն եք, ժամուկես, այսենց խոսակ, էդի շատ խնդալու ստենդափը։ Բայց երբ որ դուք փորձեք ինչ-որ դենսուր ալմորակային բան։ Չէ, ես ասեցի, նայ, ցանկացած, հիշում ես, ես չեմ սիրում իմ հին բաներից խոսա։ Մեա կուլպայի մեջ Ադոլֆն է գալիս, Հիտլերը։ Հա։ Կամ Նապոլեոնը։ Իրանք գալիս են շատ լուրջ բաներից են, չէ՞ խոսում։ Բայց ոնց են գալիս։ Գալիս են այդ քո ասած բիտավոյ բաներով, որովհետև ես դիպամ ստեղծել եմ, որ ինքը մտնի քոչարի բարելով ու ասի, որ դուք հայերդ ու հետո այդ քոչարի բարով մարդիկ հանդիսատեսը լրիվ ծիծաղա բացվի էլ իր համար էլ ոչ մի կոմպլեքսավորված չլինի։ Նապոլեոնը որ մտնում է նենց տեքստերը ասում սարսարելու, բայց սկզբում մտնում ասում է այդ ձեր բաների վրա լոշ եղա 4 անգամ ինչը բարձրացա մեդլախից որ սարկում եք։ Կենցաղային բան է ասում, մեդլախից խի եք սարկում։ Հետո գալիս ասում է դուք չեք կարող ձեր հարևանին ասեք Սուսմեն ասում ես գնաց հողեր տան արա։ Այնտեղից աճում է տեղ։ Հիմա եթե ես ստենդափ լնեմ կամ մեկի համար ստենդափ գրեմ, ինչեր եք խոսում։ Հələ մի րոպե։ Ստենդափ չլնեմ։ Եթե ես մեկի համար ստենդափ գրեմ, ես կգրեմ սենց, սկսում է կենցաղայինից։ Արա այն օրը փողոցում մի հատ մարդ եկավ, մարդ ո՞րն է։ Արա իմ շուտկի նման է։ Արա մարդ ո՞րն է։ Արա բան էր, ոչ կո թրաշ 3 օր թրաշով հարազատ ասող։ Դրանց ոնց է ան կդնեմ մի հատ ատլախ, հա, լավ, նոր ատլախ, բադլախ, հոդլախ։ Եկավ ինձ ասում արա ավտոյիդ բանը թզուկը ու այդ թզուկից ես կաճացնեմ ինչև հոգևոր թեմաներ, ես իմ դե աղանդավորներ, մարմնավաճառներ ձեր սիրած առանց եւ դրանով։ Այ բայց Վահրամ, կներես, այս օրինակ ես տարբերակին ինձ դուր չի գալիս, կարող է քո դեպքում դուրից ես օգտագործում, բայց կա մանիպուլյացիա, այստեղ մանիպուլյացիա եմ տեսնում։ Հա դա։ Չէ։ Երբ որ կենցաղային այդ են որ թեմայով պատենց հայրենիք, երկիր, sense գլոբալ թեմաների վերում կվցնում են, ասում են, այ sense, էսա մեծ թեմաներից ենք խոսում, իմաստալից, բայց կոմեդիան, էսա ասեմ, էլ մենք ոնց ենք պատկերացնում։ Չէ, այդ էր, որ փոքրիկ ոնց որ տաղանդը որտեղ է կայանում, որ դու ոչ թե մեծ բաներում ես փոքրիկ կատակներ անում, այլ փոքր բաներում փորձում ես մեծ մտքեր գտնել։ Հիմա թզուկը ինքը փոքր բան է։ Մենք սկսում ենք մեծ բաներ ես շուրջը բանանում կառուցում։ Այ դրա համար հարցնում եմ, ասեմ թզուկից ի՞նչ է աճում։ Չէ, նայ, թզուկը մեծանում է։ Վարամ, նայ, դու ասում ես ես որ ինչ-որ մեկի համար ստենդափ գրեմ։ Էդի ուժը սխալը։ Ստենդափը էդի քո մասին է։ Ստենդափը էդի այն ինչ-որ դու ես տենում ամեն օր։ Չէ, մենակ մի ասա, նայած ստենդափ։ Օրինակ ռուսների Չէ, ես լավ ստենդափի մասին եմ խոսում։ Լավ ստենդափի մասին, ոչ թե մարտի 8-ի մասին ստենդափ։ Չէ, օրինակ ես գիտեմ որ հա Դե ես ոչ էլ նայել եմ, այդ ոչ էլ եմ։ Բայց դա ջոգիր։ Ես հասկացա։ Խաղի մեջ եմ։ Չէ, ուզում ասեմ, եթե դու ստենդափ Հիմա այդ բանը ստենդափ չի, որ ես խաղում էի բանը այդ Բիլ Էվանսի հետ։ Ասեմ Բիլ, դու օրինակ դες բանը որ հենց փողոց մեկին գնա, այդ ասենք օրինակ ասենք բացես Facebook ընդ գրածելնի փրկեք երեխեն հիվանդություն ունի, ինչ են ասում, վարակիչ տարածեք դուք էլ։ Դա ստենդափ, բայց ես իրենց չեմ ասում, չէ՞։ Եթե ես տենց ասեի, այ մտնում եմ Facebook, ասում եմ
Երեխեն հիվանդությունից ես դի խաղամ, չէ՞, ես դի բացեմ այդ Facebook, բացում, արա այս ինչա։ Հələ նայի, ուրեմն 3 հոգով են նկարվել, բիլ նայի, այս մերն է, հերը ու երեխեն չի, ունիտազն է։ Այս էլ այդ հիվանդն է։ Արա, ու սենց իլ ինչ-որ սենց բան է, այսինքն էլի ծաղ, բայց այստեղ ես սիրում եմ, որ խաղալ լինի, սիրում եմ, որ դերասանական ինչ-որ բան լինի, մեկի հետ շփում լինի, ինչի հետ ամեն ինչ լինի հանդիսատեսի հետ, այդ ժամանակ ես շատ դժվարանում եմ խաղամ, որպես դերասան ես շատ վատ եմ զգում, որ ես պիտի այդ բանն անեմ ու հետո պիտի նայեմ իրանց, չեմ կարում ես դա անեմ։ Չէ, դե հասկանա, ուղղակի ժանրային տարբերություններ Ես չեմ ասում նա վատ է։ Պատկերացնում եք Վարամ Սահակյանը TikTok ունենա вообще։ Ունեմ։ Էսա։ Ամեն բայից կներվայլանա, էլի։ Ունեի ես TikTok, տեսա որ ինչ-որ շատ Տեսա որ ոչ մեկ դրուզիա չի տալիս։ Տեսա որ ոչ մեկ վարդ չի ուղարկում են լավ։ Չէ, ինչ-որ ինքը բան է, ստիպում անդադ ինչ-որ բաներ նայես։ Այն ժամանակ ես շատ բաներ էի, գցում ու շատ էլ նայում էին, հազարներով նայում էին։ Հետո որոշեցի սա հանեմ, որովհետև ներկայացումը որ դրեցինք այդ ֆարս մաժորը։ Դա ուզում էի մի քիչ նենց լիներ, որ դուրս գար այս հայհոյական, այս ամեն տեսակի բաներից, YouTube-ային, stand-up-ային եւ այլ բլոգերային։ Հայերենից։ Դա հանեցի, YouTube-ից էլ հագին բան եմ հանել քֆուր։ Հետո երբ որ քֆուրով ես խոսում, քֆուրով էլ չի ասենք, ու ինչ, ասենք մի քիչ բաց էլի։ Այդ ժամանակ նայում են 40,000 մարդ։ Երբ որ խոսում ես նորմալ բաներից էլի հումորով էլի բան, նայում է 500 հոգի։ Հա, բայց դա արդեն քո ընտրությունն է։ Իմ ընտրությունը դրա համար ես բլոգեր չեմ, ես այդ Facebook-ը բանը, YouTube-ում ոչ մի բան էլ չեմ թողել համարյա։ Ասկի ներկայացում ինչ եմ դնում, որովհետև ասենք ինչ է դրեցի, հետո ինչ։ Չեն էլ նայում։ Իմանամ ուզում են ձրի կդնեմ, բայց չեն նայում։ Լավ, ոչինչ։ Ես պիտի հասկանամ։ Վերջում պետք է ես արդեն հոգնել եմ այս ամեն ինչից, վաղը ելնում եմ գնամ։ Ես հեչ բան չի որ ասենք ես ուզեմ ինձ նայեն, ինձ լայքետ կամ ինչ որ sense այս բաներ։ Նպատակը դա չի։ Նպատակը արվեստն է։ Գնացել կանչել են TV5-ով ինտերվյու ու ես հաղորդավարը ասացի էլ ինձ քաղաքական հարցեր հենց հիմա այս պահին մի տվեք արա, որտեվ ինչ որ պետք է ես արդեն ասել եմ։ Էլ քֆուրի տեղ չունեմ։ Այսպես ձեր հիմա ձեր sense հանգիստ խոսում եմ, շատ ուրախ։ Ու ինքը Շատ ուրախ գժված խոսում եմ։ Շատ ուրախ, հա sense հիմա հանգիստ խոսում եմ կատակներով, բանով, հա ինչա։ Մեկ էլ ինձ ասում է, իսկ որ Ալիևը եկեղեցի է քանդում Արցախում։ Ասում եմ, ես ինչ անեմ։ Արա ասենք, մի շատ վատ բանի են սովորել, գան լացեն ընդեղ։ Իմ եկեղեցի չի է։ Ալիևը ադրբեջանցի ասի ինչի են տես բան անում։ Վարամ, դու ինձ հարգում ես։ Դու ինձ վարշե հարգում ես։ Բայց դե կուրա խմեմ ապե։ Ապե։ Ես էս չգիտեմ ոնց ենք մոնտաժ անել, վարա ես Ո՞ր գնանք քնենք, էլի։ Հա, շատ լավ եք բան անում, հա։ Ապա պատկերացնում եք Վարամը Էդոյի կողը չնստեր։ Էս զուգադիպություն չէ։ Խմած ընկնելու շկոլա կա։ Որ խնդրեմ ցույց կտակ։ Ինչ Ես չլսա, ես շինեմ ինչ։ Ես կթարգմանեմ, լավ։ Ես եմ ընկնելու։ Հա։ Ապա ընկնելու է, ասա։ Էսի բայց ավելի շատ ինսուլտ է էսի։ Շատ անսպասելի էր։ Շատ, իրոք շատ անսպասելի էր։ Այտենց ալնում որ բանդ գործնում ես էլի։ Ինչ որ բաներ։ Եկել են։ Ֆարս մաժոր։ Հա, էսի բան։ Ֆարս մաժոր պիզդեց է։